And the last one. Ռուսաստանի արտգործնախարարը անգլերենով ամերիկացի բլոգերներին որքան հնարավոր է պարզ փորձել է բացատրել, թե ինչ պլան են գծում Միացյալ Նահանգների նախագահից նեղացած ու Ռուսաստանին թշնամի համարող Եվրամիությունն ու Մեծ Բրիտանիան։ Europe and the UK. Եվրոպան եւ Մեծ Բրիտանիան ցանկանում են, որ այս ամենը շարունակվի։ Վաշինգտոնում Թրամփի հետ տեղի ունեցած սկանդալից հետո Վլադիմիր Զելենսկիի ընդունած կեցվածքը ցույց է տալիս, որ նրանք ցանկանում են բարձրացնել խաղադրույքները եւ պատրաստվում են մղել Թրամփի վարչակազմին Ռուսաստանի դեմ ագրեսիվ գործողությունների։ And they are preparing something. Հիշեցնում է Լավրովը արևմուտքին Ռուսաստան ԱՄՆ ճակատամարտը մարդկության համար աղետ կլինի, դրա համար էլ պետք է խուսափել ապոկալիպտիկ սցենարից։ Լավրովը վստահ է, հենց Եվրամիությունն ու Մեծ Բրիտանիան են դրդում Զելենսկիին, նույնիսկ սպառնում նրան, որ Մոսկվայի հետ կոնտակտ չունենա։ Ըստ Լավրովի Օվալաձև սենյակում փետրվարի 28-ին այս հարցն էր փորձում պարզաբանել Թրամփը Զելենսկիին։ Թրամփն Օվալաձև աշխատասենյակում Զելենսկիից համառորեն պատասխան էր պահանջում, թե ինչու նա չցանկացավ բանակցել։ Զելենսկին եկավ իշխանության խոստանալով իրականացնել Մինսկյան պայմանավորվածությունները, սակայն շուտով փոխեց դիրքորոշումը։ Zelensky was trying to avoid an answer. Իր երթմնակալությունից մի քանի ամիս անց նա արդեն բոլորովին այլ բաներ էր ասում։ They are very much concerned that Լավրովը նկատում է, տեսնելով, որ չի կարողանում Ուկրաինան խցկել ՆԱՏՕ, Զելենսկին հիմա փորձում է Հյուսիսատլանտյան դաշինքի երկրներից խաղաղապահներ տանել իր երկիր։ Ռուսաստանի արտգործնախարարը վստահ է, այդ ճակերտավոր փայլուն միտքը Զելենսկիին Ֆրանսիան է հուշել։ Mostly amazed with this peacekeepers obsession. Ամենաուշագրավը խաղաղապահների նկատմամբ նրանց մոլուցքն է։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասում է, եկեք դադարեցնենք պատերազմը, մեկ ամսից խաղաղապահները կտեղակայվեն եւ հետո կտեսնենք։ Մակրոնի ու Զելենսկիի ծրագրերը Լավրովը համարում է ուղիղ սպառնալիք Ռուսաստանի համար։ The presence of the troops from NATO countries. Ուկրաինական հողում ՆԱՏՕ-ի զորքի արկայությունը ցանկացած դրոշով, ցանկացած կարգավիճակով սպառնալիք է մեզ համար։ Is the same threat. Ռուսաստանի գլխավոր դիվանագետը չի կարողանում հասկանալ, թե որն է Եվրոպայի մոտիվացիան շարունակելու պատերազմը։ Միակ բանը, որ մտքին գալիս է, այն է, որ ուզում են Ուկրաինայի ձեռքով պարտության մատնել Ռուսաստանին։ They were saying in the battlefield. Նրանք խոսում էին Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելու անհրաժեշտության մասին։ Հիմա ասում են, որ չեն ընդունի Ուկրաինայի կապիտուլյացիան, ինչպիսի շրջադարձ։ Իսկ Ուկրաինայի կապիտուլյացիան սարերի հետևում չէ, կարծում են որոշ ռազմական փորձագետներ։ Գրեթե ամեն օր Ռուսաստանը հայտնում է նոր բնակավայրերի գրավման մասին։ Այսօր էլ Մոսկվան վերադարձրել է Ռուսաստանի Կուրսկի մարզի Սուջա բնակավայրը, որը կորցրել էր անցած տարվա օգոստոսին, երբ ուկրաինացիները Կուրսկ էին ներխուժել։ Հասմիկ Սերոփյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուր։